Սոմխեթիս գարգարի, ղիրս, էրթի լարիդա, օրմոզդա աթի թեթրի։ Այս դժվարահունչ արտահայտությունը Թբիլիսիի մեծածախ շուկայում հայաստանյան ծիրանի կիլոգրամի դիմաց 250 դրամ է խոստանում այն ժամանակ, երբ այգում գյուղացին բերքը ստիպված վաճառում է 50 դրամով։ Եթե կարելի է միրգը հնգապատիկ թանկ ծախել Արարատյան դաշտից, վրացի սպառողին հասնելն էլ մի քանի ժամվա պատմություն է։ Ինչու է գյուղացին բաց թողնում հնարավորությունը։ Բերքը Հայաստանից Վրաստան արտահանելու համար 3 մաքսակետ կա՝ Բագրատաշենը, Բավրան, Գոգավանը։ Երեքում էլ տարբեր կարգեր են գործում, դժվար է գլուխանել բեռնափոխադրումների իր 1-2 փորձը, բոլոր օրինական ու ոչ օրինական վճարումներով անկեղծ ներկայացնում է այգեգործներից մեկը։ Բագրատաշենի անցակետով պետք է մեքենան անպայման պլոմբվի, եւ այդ դեպքում արդեն Վրաստանում նույնպես պլոմբա դրվում, հետո Թիֆլիզում պետք է գնանց տերմինալ։ Մի խոսքով դա բավական երկար ժամանակ կարող է տևել, իսկ այն պայմաններում, երբ որ քո մեքենան սառնարանային հարմարություններ չունի, այդ դեպքում ապրանքդ ուղղակի կարող է 1 օրվա ընթացքում արդեն փչանա։ Արտահանողին մոլորեցրել են, շտապում են պարզաբանել պետեկամուտների կոմիտեում։ Հայաստանի մաքսային բոլոր անցակետերում կիրառվում են նույն կանոնները։ Բացառությունը հետևյալն է, եթե սառնարանային մեծածավալ բեռնատարները գործարքները պետք է ձևակերպեն մաքսատներում, փոքր տրանսպորտային միջոցների համար կարգը պարզեցված է։ Որպեսի հեշտ լինի, նրանց բաժին թղթատարությունը սկսվում եւ ավարտվում է մաքսակետում։ Չկա ապարատունքված բեռնատարով չեն կարող Բագրատաշենով անցնել։ Այո։ Բայց կարող են անցնել Բավրայով։ Բացառվում է։ Անցնում են Բավրայով։ Բագրատաշենով չեն կարողանում, բայց անցնում են Բավրայով։ Չկա ապարատունքված բեռնատարով։ Այո։ Ոչինչ չի բացառում, ավելին իր հետ պատահածը պատմելով հակառակն է ապացուցում մեր հերոսը։ Նրա տպավորությամբ մաքսավորները տեղում ամեն ինչ անում են, որպեսզի արտահանողն ինքը միջոցներ ձեռք առնի հայտարարագիր չլրացնելու համար։ Մեքենան կանգնեցնելուց հետո քշերքին, երբ որ ես ասացի առաջին անգամ ասացի, եկեք օրինական էլ այդ ամեն ինչը անենք, ես չեմ ուզում ինչ-որ խնդիրների առաջ կանգնեմ։ Բա լավ, սցենարի օրինական քշերքի վրա կանգնացնենք։ Երբ որ կանգնացրեցին, մեքենայի քաշը անհասկանալի կերպով բարձր քաշը իրանք ասացին, որ այսքան պետքա լինի։ Այս սցենարով որքան գյուղմթերք չի գրանցվում մաքսակետերում, դրա հաշվին ինչքանով կավելանար երկրի արտաքին ապրանքաշրջանառության վիճակագրական ցուցանիշը, թերևս միայն հնարամիտ մաքսավորները իմանան։ Ինչ վերաբերում է վճարումներին, փաստաթղթային բոլոր ձևակերպումները մաքսավճարից մինչև տրանսպորտային բեռնագիր, զննում ու կապարակնքում 1 տոննա գյուղմթերքի համար կազմում է ընդամենը 11.500 դրամ, գումարած 300 դրամ յուրաքանչյուր հաջորդող տոննայի հաշվով։ Վճարեք օրինական գումարը եւ ոչ մի լումա ավելի արտահանողներին հորդորում են մաքսավորների ղեկավարները։ Քաշքշուկի դեպքում առաջարկում զանգահարել պետեկամուտների թեժ գծին 53 55 73 հեռախոսահամարով։ Բողոքներ դեռևս չեն ստացել։ Գյուղմթերքի արտահանումների սեզոնի սկզբից մինչև հիմա դժգոհություններ չեն գրանցել նաև կառավարական լսափողին պատասխանողները։ Օրական հնչում է միջինը 80 զանգ, մեծամասնությունը հարցնում է ոչ թե գյուղմթերք արտահանելու, այլ ՀԴՄ ՉՇՀ կտրոնների բոնուսային գումարների մասին։ Բարև ձեզ, դուք զանգահարել եք կառավարության թեժգից։ Լսում եմ։ Կառավարության թեժգծի հեռախոսահամարն է 527 000։ Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննության վարչության ղեկավարը ներկայացնում է թղթապանակներում գրանցված բողոքների ուսումնասիրություններն են, նամակներ, պատասխաններ։ Եթե խախտել են ձեր իրավունքները, վստահեք, զանգահարեք, սպասում են։ Պետեկամուտների կոմիտեից դժգոհություններ կան, թե չկան։ Հիմա ծիրանի արտահանման սեզոն է։ Գիտեք, զուտ այս ժամանակաշրջանում գյուղմթերքների եւ արտահանման բան եղել է ընդամենը 1 զանգ։ Այն էլ պարզաբանում ստանալու ծիրանի արտահանման այդ process-ի պրոցեդուրա իրականացման հետ կապված։ Դժգոհություն եւ բողոքներ չեն ստացվել։ Դժգոհությունների մասին բացահայտ չխոսելը չի նշանակում, թե դրանք չկան։ Նույնիսկ կաշառակերներին չմատնելու հայկական սովորույթին կառավարությունում են տեղյակ։ Գիտեն նաև որոշ կառույցներ միայն բարդացնում են արտահանողների կյանքը։ Այսպես կոչված թուղթ ծախող օղակների քանակն ամենատարբեր հանձնաժողովներում ակտիվ կրճատվում է անցած տարվանից։ Առևտրաարդյունաբերական պալատը բովանդակային աշխատանք կատարում է, թե թուղթ է վաճառում։ Եթե նա չունի այնտեղ լաբորատորիա, որով այդ կարտոֆիլը զննում է, տեսնում է դա հայկական կարտոֆիլ է, հայկական չի, ուղղակի թուղթ է վաճառում,
որը գյուղացու համար խնդրեմ ենք սարքում, պետք է զրո սահմանը կրծնել։ Գյուղմթերքի արտադրությունը Հայաստանում համախառն ներքին արդյունքի մոտ 17%-ն է կազմում, այնինչ միրգ բանջարեղենի արտահանումը երկրից չի գերազանցում 2-ից 3%-ը։ Պետք է գոնե կրկնակի լիներ, նշանակում է ինչ-որ բան նորից այն չէ։ Կռահումների այս մեթոդով ու ծանոթ բարեկամներից լսած բողոքներն իմի բերելով կառավարությունը նորից է պարզեցնում արտահանման կանոնները։ Փոքր քանակությամբ մինչև 2.5 տոննա ծավալով իր բերքը Հայաստանից դուրս վաճառելու տանող գյուղացին այսուհետև պետք է ամենակարճ ժամկետում նվազագույն ծախսերով ավարտի ձևակերպումները։ Եվ այսպես, միրգ բանջարեղենով բեռնված մեքենայով գյուղացին կարող է հասնել իր ցանկացած մաքսակետը, լրացնել հայտարարագիր, մի օրինակը վերցնել իր հետ, տեղում անվճար ստանալ բուսասանիտարական հավաստագիրը, հայտնի ֆիտոյի թուղթը, կապարակնքել մեքենան ու հատել սահմանը։ Նորամուծությունը 60-ից 70%-ով կրճատելու է արտահանողի ծախսը, հակաճգնաժամային քայլերից հերթականն է։ Գյուղմթերքի թանկ իրացումը հողագործին կստիպի մտածել ավելի շահավետ կուլտուրաներ աճեցնելու մասին։ Գուցե դրանից հետո մթերող ձեռնարկությունները հաշվի նստեն այգեգործի հետ, վերանայեն գնային քաղաքականությունը։ Օրենսդրական փոքրիկ միջամտությունից կառավարությունը մեծ սպասելիքներ ունի։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս փոփոխությունը ունենալու է էական նշանակություն գյուղատնտեսության ոլորտում եւ մենք նաեւ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ ենք քննարկի այս հարցը եւ այս ռեժիմը փոքր եւ միջին բիզնեսին թույլ է տալիս, որ իրանք ինքնուրույնաբար իրենց արտադրանքը արտահանեն Վրաստան եւ այնտեղ վաճառեն եւ հեշտացված ռեժիմներ կկիրառվեն եւ նրանք ժամանակ չեն կորցնի արտահանման համար։ Արտահանումների հեշտացված կարգն ու մաքսավորների ազնվությունը պատրաստվում է փորձարկել նաև Բավրա եւ Գոգավան անցակետերում փորձությունների ենթարկված մեր այգեգործը։ Մի անգամ նրանից գումար են շորթել նույնիսկ ճանապարհը շփոթելու համար։ Անհավատալի է, ձայնագրություն կա։ Իրանք ամեն պահ ասում են դու դուրս արի, մենք խոսենք, պայմանավորվենք, տեսնենք ինչքանով կարող ենք քո գործը անել։ Այդ դեպքում երբ որ ես արդեն նյարդայնացած դուրս եկա, հենց դրսում ուղղակի գրպանիցից հանեցի հեռախոսը, միացրեցի համապատասխան ֆունկցիան, հա, եւ դրեցի ձայնագրությունը եւ դրեցի ցուցագրպանս։ Ինչ ասում դրել։ Ինչքան 20000 կամ նորմալ է։ Բացառված չէ, չարաշահումներ լինում են սահմանային աշխատակիցների վերաբերմունքից զայրացած են մայրաքաղաքում։ Պետությունը մաքսավորին անհամեմատ բարձր աշխատավարձ ու պարգևատրում չի տալիս, որ Բավրան խոպան սարքեն, փող դիզեն։ Հանձնարարված է զննության նպատակով ծիրանի ոչ մի մեքենա չբեռնաթափել, դրամաշորթության առիթներ չփնտրել։ Այս տարվա սկզբից մինչև այսօր մենք հեռացրել ենք համակարգից 7 աշխատակիցների։ 12 աշխատակից ստացել է խիստ նկատողություն, 32 աշխատակից նկատողություն եւ 3 աշխատակից ստացել է դիտողություն։ Ազնիվ մաքսավորի փնտրելով պետությունն իր գործը ավարտած չի համարում, գործընթացները պարզեցվելու են այնքան, քանի դեռ գյուղացին թեկուզ եւ իրենից թաքուն բողոքում է։